Քաղաքները պետք է թվայնացվեն, քաղաքաշինության մեջ կիրառվեն բիոակտիվ եւ էկոլոգիապես մաքուր շինանյութեր, ստեղծելու կլիմայական փոփոխությանը դիմակայուն ենթակառուցվածքներ, արձանագրում են ոլորտի մասնագետները։ Այս հիմնահարցերն են քննարկվում քաղաքացիական եւ շրջակա միջավայրի ճարտարագիտություն միջազգային գիտաժողովում։ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի հրավերով Երևանում են տարբեր երկրների գիտնականներ։ Ժամանակակից նորարար նյութերի տեխնոլոգիաների մասին է խոսվելու, կանաչ շինարարության մասին է խոսվելու, սեզմակայուն շինարարության մասին է խոսվելու, բիմ եւ արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը շինարարությունում, նախագծման հարցերի շուրջ ամբողջովին ընդգրկելու է քաղաքացիական ճարտարագիտություն բաժինը։ Արձանագրվող թեմաների զգալի մասը այսօր առաջնահերթություն է Հայաստանի Հանրապետության համար։ Էներգոարդյունավետ շինարարության եւ ինժեներական ենթակառուցվածքների զարգացումը, քաղաքային կայուն միջավայրի ձևավորումը եւ աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների գիծ համակարգի կիրառությունը կառավարության քաղաքականության մեջ արդեն ամրագրված ուղղություններ են։ Գիտաժողովի նպատակներից է խնդիրների քննարկման եւ գործակցության գիտական հարթակի ստեղծումը։ Քաղաքացիական ճարտարագիտության զարգացման գործում կարևոր է նաեւ երիտասարդ գիտնականների եւ ուսանողների դերը։ Շնորհիվ վերջին տարիներին պետության ուշադրությունը գիտության նկատմամբ մենք այդ առիթից օգտվելով բազմաթիվ սարքերի հայտեր ենք ներկայացնում եւ սարքերը ժամանակակից սարքերը մենք արդեն ունենալով համալսարանում ի վիճակի կլինեն մեր գիտնականները, ուսանողները աշխատել այդ ժամանակակից սարքերի հետ եւ ժամանակին համահունչ գնալ։ Ուրախ եմ աշխատել ճարտարապետության եւ շինարարության համալսարանի իմ հայ գործընկերների հետ։ Այս բուհն իր աշխատելավոճով շատ նման է մեր համալսարանին։ Ես ինձ այստեղ զգում եմ ինչպես տանը։ Գիտաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքում շատ բան եմ սովորել հայ գործընկերներիցս։ Գիտաժողովը կազմակերպվել է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի, տարածաշրջանային գիտության միջազգային, նաեւ Կովկասյան ասոցիացիաների գործակցությամբ։ Արամ Մանանդյան, Աշոտ Խաչատրյան լուրեր։